Եվ այսօր տեսա մեկ նյութ, որ կաթողիկոսը մեծ պահքի առթիվ նյութ է դրե, նյութի կեսը կարդում է սպահքի մասն է, հաջորդ կեսը նորից էլի ինչ-որ հալածանք, եկեղեցու դեմ հալածանք, սա եւ այլն եւ այլն։ Այսինքն ոչ մի կերպ չեն կարողանում քաղաքական տեքստեր չգրել, շրջանցել միայն հոգևոր գրել։ Ոչ մի կերպ չի ստացվում։ Հետ մարդկանց մոտ ուղղակի չի ստացվում քաղաքականությամբ չխոսել։ Ես ուրախ կլինեի, որ այդ տեքստը գրվեր, միայն գրվեր պահքի հետ կապված։ Ես շատ ուրախ կլինեի, որ ենթադրենք հայրապետը հորդոր աներ, որ սիրելի քրիստոնյաներ, իմ հորդորն է, որ դուք ամեն մեկը պահքի հետ հաղորդ լինեք, ով ինչպես կարողանում է թող պահել։ Ոմանք կպահեն 1 օր շաբաթվա մեջ, ոմանք կպահեն 3 օր, ոմանք կպահեն 1 շաբաթ սկզբից, 1 շաբաթ մեջտեղը, հետո վերջի շաբաթը։ Բայց այդպիսի հայտարարություն է, քրիստոնյաները այդպիսի հայտարարություն են ակնկալում։ Եվ ես իբրև հիմա եկեղեցական քրիստոնյաներին խնդրում եմ եւ հորդորում եմ, որ պահքի հետ հաղորդ եղեք, սիրելի քրիստոնյաներ, որքանով կարողանում եք, այնքան պահեցեք։ Եվ հատկապես, եթե չեք կարողանում ամբողջությամբ պահել, իմ խնդրանքն է, որ գոնե ավագ շաբաթը, վերջի շաբաթ պահքը պահել։ Եթե չեք կարողանում ամբողջությամբ պահել պահքը, գոնե չորեքշաբթի ուրբաթ օրը պահեք։ Եթե չեք կարողանում գոնե շաբաթվա մեջ 1 օր պահեք, 2 օր պահեք, բայց իմ խնդրանքն է, որպեսզի մենք խորհրդին հաղորդ լինենք որևէ կերպով, որևէ ձևաչափով,